ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ կապված, թե նախաքննական մարմինը, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացրել, արդյունքում ամբիոնի վարիչ կա կալանավորված։ Կաշառքի գործը նախաքննական մարմինը եկեղեցի հակակոռուպցիոն կոմիտեի հաստատել է։ Ես որպես դուք բուհի ռեկտոր, ինչ է կատարվում ամբիոնի վարիչը եկեղեցի առիթ ունեցել եք մինչև կալանավորվել է խոսել եւ հասկանալ ինչ է կատարվում բուհի ներսում, որովհետեւ սլաքներն ուղղվում են նրան, որ արդյոք ռեկտորը չի տիրապետում իր բուհի ներսում տիրող իրավիճակի մասին կոռուպցիան կա։ Շատ շնորհակալություն հարցի համար, ուզում եմ օգտվել առիթից եւ ասել շատ եմ փորձում շահարկել ֆիզկուլտուրայի ինստիտուտի անունը, որը ես կտրականապես դեմ եմ իհարկե, այս դեպքի հետ կապված ես կասեմ միայն մի բան, ես երեք ամենաառաջինը այդ թե ինչ է կատարվել իմացել եմ լրատվամեդիաներից, որից հետո ես ստացել եմ հակակոռուպցիոնից նամակ, որ տվյալ անձը կալանավորված է, բայց մինչև այդ որոշ լրատվամեդիաներ տալիս են ինֆորմացիա, որ մտել են բուհում կաշառք վերցնելու պահին ձերբակալել են, ես ասում եմ, որ դա բացահայտ սուտ է եւ այդպիսի գործողություններ ինստիտուտում չի իրականացվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն առհասարակ բուր չի մտել։ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է մի օր առաջ, մեզանից ուզել են որոշակի փաստաթղթեր, բայց դա նորմալ երևույթ է, մենք միշտ համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ, որովհետեւ մենք ինքներս կողմնակից ենք, որպեսզի այս կաշառք կոչեցյալը իսպառ վերանա մեր երկրից եւ բուհական համակարգից։ Իրանք մտել են, մենք նորից եմ ասում, մենք համագործակցում ենք միշտ իրենց հետ եւ մնացած բոլոր իրավապահ մարմինների հետ, բայց կալանավորման մասին տուրը մենք իմացել ենք միայն իրանց տված պաշտոնական նամակից հետո։ Եվ լրատվամեդիաներում կային նաեւ որ ձերբակալվել են եւս աշխատակիցներ, բուհի եւ նորից ընդգծում եմ դա սուտ տեղեկություն է եւ այսինքն փաստացի միայն ամբիոնի վարիչն է բուհից կալանավորված է միայն նշված ամբիոնի վարիչը, այսինքն կաշառք տվողը եւ բոժանդակողը ինչպես նախաքննական մարմինը պտում բուհի հետ առնչություն չունեն, առնչություն չունեն, ես չգիտեմ ում մասին է խոսքը, ուսանողի հետ կապված է, ուսանողի հետ կապված չէ, ինչի մասին է դա խոսքը։ Չեն բացատրել նախաքննական։ Ոչ, քանի որ դա նորմալ երևույթ է, քանի որ նախաքննություն է գնում, դա նորմալ է, որ մանրամասները չեն բացահայտվում։ Եկեք սպասենք թե ինչա, քանի որ իրավապահների դաշտում է ամեն ինչը, սպասենք թե իրավապահ մարմինները ինչ եզրակացություն ունեն, ուղղակի իմ պահանջն է, որ բուհի անունը չշահարկեն եւ ընդհանրապես ոչ մի պետական կառույցի անունը չշահարկեն ուղղակի սենսացիան գալով եւ եթե կա ինչ-որ հարց դիմեն անմիջապես բուհին, որը բացատրությունները ստանալուց հետո հրապարակեն իրենց նյութը, ոչ թե անիմաստ նկարներ տեղադրեն եւ անիմաստ տեքստով ինչ-որ նյութ հրապարակեն։ Պարոն Սիմոնյան, փաստացի ամբիոնի վարիչը բուհում է աշխատում, ֆիզկուլտուրայի ինստիտուտում է աշխատում եւ մեկ անձի, դա կլինի մեկ անձ, երկու անձ, ստացվում է որ բուհում կոռուպցիա կա եւ անձը կոռուպցիոն անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց փաստացի ինքը մեղադրյալի կարգավիճակով եւ խափանամիջոց է ընտրվել կալանավորումը։ Բոլորն ասում էին ռեկտորը տիրապետում է իրավիճակին ինչ է կատարվում։ Հիմա դուք ասում եք օրինակ ես չգիտեմ, ես թղթից եմ տեղեկացել ինչ է տեղ ունենում, եկել եք մեզ ցանապատասխան փաստաթղթ։ Դուք տիրապետում եք բուհին։ Ես ինչքան գիտեմ, կաշառք վերցնելու պահը, որ եղել է ոչ թե բուհում, այլ ինչ որ դրսում, եթե նորից ասացիք եկեք չխառնենք իրա դա, քանի որ դա վարկած է, բայց միգուցե դա բուհի հետ կապված չի եղել։ Եվ մենք նորից եմ կրկնում բուհը եւ ես ամեն ինչ, որպեսզի մեր գործունեությունը լինի բացահայտ եւ թափանցիկ։ Ամենից արիցին անձամբ ճանաչում եք։ Իհարկե ճանաչում եմ ամբիոնի վարիչներին եւ բավականին որպես ամբիոնի վարիչ ինքը ընտրվել է միջև իմ ռեկտոր դառնալը նախորդ ռեկտորի օրոք, բայց ոչ մի այդպիսի բանի մեջ բուհում ինքը նկատված չի եղել մինչև հիմա։ Այսինքն երկար տարիներ էստեղ մասնագիտական գործունեություն է ծավալվել, մասնագիտական գործունեություն ծավալվել է նաև ալպինիզմի ֆեդերացիայում եւ այլ։ Վերջին անգամ երբ եք իրեն դուք տեսել դրանից մի երկու առաջ, որովհետեւ այդ օրը նախատեսված էր մի հատ գրքի շնորհանդես, որ ինքն է նախաձեռնել եւ այդ մասնագետը եկել էր ուղղակի այդ պահին արդեն բարդանիլանա այստեղ չէ ինստիտուտում չէ։
Ինչ արեցիք եք ու դեպքի մասին ըստեյության իմացաք, հետագայում պարզ կլինի դա բուհի հետ կապ ունի, թե ոչ։ Ինչ արեց ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտորը Ամբիոնում, այս դեպքից հետո որևէ հետևություններ արվել են, կամ դուք անձամբ գնացել եք դասախոսների հետ։ Իհարկե դասախոսները այստեղ ներկա են եղել, ես իրենց ողջունել եմ, որ իրենց բնական աշխատանքը շարունակեն, մինչև այդ ամեն ինչը կպարզվի, ես չեմ ուզում հավատալ, որ այդ ամեն ինչը կհաստատվի, եկեք սպասենք պաշտոնական տեղեկատվություն։ Ասում եմ, ուղղակի դուք ձեր խոսքում նաև մի բան նշեցիք, որ ըստեյության հակապահովության կոմիտեն բուհի եկել է, հա, եւ փաստաթղթեր են իր գործունեության հետ է կապված, թե աշակերտի փաստաթղթերը ուզել են կապված ընդունելության քննությունների հետ կապված, որը տեղի է ունեցել ամառանը, արկա ընդունելության հետ կապված, եւ ես ընդգծեմ, ես ասացի, որ մենք թափանցիկության կողմնակից ենք, ես ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ մեր բոլոր ընդունելության քննությունները տեսաձայնագրվում են։ Իսկ տեսաձայնագրությունը ո՞ր է։ Տեսաձայնագրությունը իհարկե ուզել են եւ մենք տրամադրել ենք շասիով։ Հետևեք քննության ընթացքին, պարոն Սիմոնյան, ինձ ուղղակի նաև հետաքրքիր բացի դասախոսների հետ նաև ուսանողների շրջանում ըստեյության նրանք, ովքեր որ ավարտականին են սպասում կամ ընթացիկ քննությունների, արդյոք այսպիսի աշխատանքներ տանում են նաև ուսանողների հետ։ Աշխատանքները տարվում են բոլորի հետ, անխտիր։ Աշխատանքները տարվում են եւ իհարկե մենք բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի բացառանք նմանատիպ ինչ-որ երևույթները եւ դուք Հարիկ ջան շատ լավ տեղեկացված եք, թե ինստիտուտում ինչ է կատարվել մինչեւ այդ եւ մենք համոզկամած ենք այդ երևույթները մաքրելով բերենք առաջ եւ ես վստահ եմ մենք մեր ուզածին հասնելու ենք։ Ուղղակի եւս մեկ անգամ պահանջում եմ արդեն չփորձել ցեխ նետել, հա, ֆիզկուլտուրայի ինստիտուտի եւ սպորտի պետական ինստիտուտի վրա չփորձել դա անել եւ ցանկացած տեղեկատվություն, որը ուզում են հրապարակեն ինստիտուտի մասին, կհորդորեն, որ ամենաառաջի աղբյուրը գան ստեղ այդ ինֆորմացիան ստանան։ Շնորհակալություն, մենք տեսնենք հետևական կլինենք գործիքնության հասկանալու համար, թե ինչքանով կապ ունի դեպքը բուհի հետ, քննության սկիզբ է եղել, ընթացքի կապ։